Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Digitech ցուցահանդեսից, մեր տաղավարում Մադլեն Մինասյանն է, Pixart ընկերության PR տնօրենը։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Ինչ եք բերել այս տարի Digitech, ինչ եք ցուցադրում։ Մեր հիմնադիրը առաջի Digitech-ի կազմակերպիչն է, ինքը բացումը արեց, որպես մեր ՏՏ ոլորտի ոնց որ Generation Zero առաջնատար մեծ գործարարներից մեր Chief Operating Officer-ը Միքայել Վարդանյանը խոսեց աճի մասին, միջազգային աճի մասին, որ շատ հետաքրքիր է այն կամպանիաների համար, որ դեռ Հայաստանում են միայն, բայց ուզում են միջազգային շուկայում ավելի ունենան ոնց որ հետևորդներ եւ Արտավազդը Մերաբյան, էլի մեր համահիմնադիրը նա խոսեց արհեստական բանականության մասին եւ Հայաստանում AI-ը կառուցելու եւ զարգացնելու մասին։ Նաեւ ունենք երկու հատ բութ եւ երկուսը կապված է իհարկե մեր պրոդուկտով ստեղծագործ լինելու եւ նպատակը այն է, որ մարդկանց ասել, որ բոլորս ստեղծագործ ենք, բոլորս դիզայներ ենք եւ էլ ոնց որ տեխնիկական տաղանդը խոչընդոտ չի։ Այսինքն եթե ունենք գաղափար, եթե ունենք մեր մեջ vocation-ում, որպեսզի ստեղծենք, արդեն Pixart-ը այդ տեխնիկական մասը կարող է լիովին ապահովի, պրոստը երազելն է պետք։ Մի որոշ ժամանակ առաջ Pixart-ը ներսում Հայաստանում տեխնոլոգիական համայնքից դուրս էլ բոլորի մտքում էր ու կարծես թե բոլորը դրա մասին էին խոսում, այսինքն unicorn դառնալուց հետո եւ այլն։ Հետո իմ տպավորությամբ ստացվեց այնպես, որ Հայաստանում սկսեց ավելի քիչ խոսվել, երևի թե որովհետև ձեր ընկերությունը այնքան մեծացավ, որ ինքը դադարեց լոկալ լինել, այսինքն ինքը արդեն այնքան մեծ էր, որ ինքը միայն հայկական кейս չէր։ Ես կխնդրեմ մի փոքր պատմեք, այս պահին ինչ վիճակում է Pixart-ը, ինչով է հիմա զբաղվում ու ուր եք հասել եւ ուր եք գնում։ Շատ լավ։ Մենք ունենք արդեն 2 միլիարդից ավել ներբերում, ճիշտ եմ, ներբերնում։ Ունենք ամսական 150 միլիոն օգտատեր աշխարհի բոլոր կողմերից եւ այս վերջի քանի տարին շատ հետաքրքիր է եղել, որովհետեւ մեր աճի ճանապարհը եղել է շատ հետաքրքիր ու բազուն դասերով։ Մենք այսօր շատ ուժեղ աճ ենք ապրում ամիս ամսի վրա եւ տարին տարու վրա եւ պատրաստվում ենք այս ասված տա այս 2 տարվա մեջ IPO գնալ։ Մեր ոլորտը շատ արագ զարգանում է, ինչպես գիտեք generative AI-ը եւ այն ոնց որ նորարարությունները օրեցօրեն զարգանում, մենք փորձում ենք իրենց հետ զարգանալ, ունենք բավականին հետաքրքիր AI լուծումներ, որ մենք ենք կառուցում եւ նաեւ ունենք բավականին հետաքրքիր AI լուծումներ, որը մենք ինտեգրում ենք արդեն մեր էկոսիստեմում որպես բաց պլատֆորմ։ Այդ նշանակում է, որ մենք ավելի բաց ենք դառնում ուրիշ կամպանիաների ստեղծած AI-ը ինտեգրել մեր կառույցում եւ հույսով ենք մինչեւ տարվա վերջ նաեւ ամեն մեկը կկարողանա իր AI agent-ը եւ tool-ը ինտեգրի մեր բանի հետ։ Երևի դուք նկատում եք shift-ը մարքեթինգի եւ նաեւ պրոդուկտի դեպի ավելի շատ գործարարներին, բիզնեսներին, փոքր ինֆլուենսերներին, նորաստեղծ ստարտափներին, այսինքն եթե 14 տարի առաջ երբ որ սկսեցինք մեր user base-ը ավելի շատ B2C էր, հիմա ավելի շատ B2B, ոնց որ այդ 13 տարեկանները, որ 13 տարի առաջ մեզ օգտագործում էին, հիմա իրանք 26 են եւ արդեն կարիք ունեն, պրոֆեսիոնալ կարիք ունեն։ Այո, արդեն ուրիշ բաների կարիք ունեն, այլ գործիքների կարիք։ Հա, մենք էլ իրանց հետ մեծանում ենք, այսինքն մենք էլ իրանց համար
online-վում ենք եւ սկսում ենք ավելի շատ կենտրոնանալ մարքեթինգ եւ այլն։ Հայաստանը ճիշտ է, բոլորս գիտենք շատ մեծ մարքեթ չի, բայց մեր համար շատ կարևոր մարքեթ է։ Դրա համար շարունակում ենք եւ միշտ կշարունակենք հայերենով ապահովել հավելվածը եւ իհարկե մեր 70+% աշխատակազմը այստեղ է։ Այդ շատ լավ է, մենք երբ որ տեղի ունեցավ, երբ Pixart-ը դարձավ Unicorn, զրույցներ կային, թե մենք ոնց ենք տարանջատում ընկերությունները, արդյոք այս ընկերությունը հայկական ընկերություն է, թե հայկական ընկերություն չի, եթե ինքը գրանցված է Հայաստանից դուրս, եւ այն ժամանակ դուք եւ ձեր գործընկերները պնդում եք, որ ցանկացած պարագայում Pixart-ը հայկական ընկերություն է։ Հիմա նույն համոզմունքին եք, սա հայկական ընկերություն։ Գիտեք ոնց հայացին է, 3 հայ Երևանից հիմնել են, ծնվել է այստեղ, առաջի 10 աշխատողը, 30 աշխատողը, ես միացել եմ 30-ից 50 աշխատող էինք, մինչև 2000, չգիտեմ, առաջի քանի տարիները ինքը հայկական է եղել, հետաքրքիր է մտածել, եթե Pixart-ը մարդ լիներ, Հայաստանում ծնվեր մեծանար, ու հետո տեղափոխվեր այլ մի տեղ, մի քանի տարի սովորելու, ոնց որ աշխատելու, ինքը նորից մեծ կապ ունենա Հայաստանի հետ, գնա, եթե ինքը մարդ լիներ, մենք իրան կասեինք ինքը հայ է։ Թվում է կասեինք, կարծում եմ կասեինք։ Հա, եւ իրականում իմ հիմնադիրներին ճանաչելով, մեր աշխատակազմին ճանաչելով, չեմ կարծում երբևիցե այդ կապը որևէ մի ձևով կտկարանա։ Այդ շատ լավ է։ Մադեն, Pixart-ը կարծես թե առաջամարտիկն է եղել, ֆլագշիփն է եղել հայկական ընկերություններից, այսինքն որ դրսում առաջինը հաջողությունների հասածն ու այդպիսի ընկալում կա։ Հիմա նաև դուք գնում եք IPO-ի, ոնց ասացիք IPO-ի եք պատրաստվում, երևի թե դուք ձևը կսովորեցնեք, հետո մնացածն էլ դրան կամած կգնան, հա, որտեղ մենք սովոր ենք, որ առաջինը միշտ Pixart-ն է այդ անում։ Ինչ կտա այդ ընկերությանը ձեզ IPO անելը։ Այնքան հետաքրքիր է։ Նախ եւ առաջ ուզում եմ այս տարվա բարգավաճը շնորհավորեմ Service Titan-ը, որը ծնվել է էլի հայ ստեղծարարների կողմից, այս տարի public գնաց։ Մեծ ողջավորվածությամբ նայում ենք մեր լավ գործընկերներին եւ նայում ենք նաեւ ոնց որ իրանց աշխատակազմին եւ ինչքան ոնց որ նոր գործարար կարող է ծնվի այդ հնարավորությունից։ Կարծում եմ, երբ որ լինի մեր հերթը, նաև Pixart-ը կդառնա բայ աշխարհում եւ արդեն ոչ թե հիշում եք, որ ասում էին մամայի Skype եմ անում կամ մերոնց Skype ենք անում։ Այ արդեն կլինենք նկարը Pixart ենք անում։ Ինչ-որ գործողության նշան, այո։ Եվ եթե նորից հետ գնանք այդ նույն Skype-ի օրինակին եւ Էստոնիայի, էդի Էստոնիային իրոք դրեց քարտեզի վրա։ Եվ դրանից հետո իրանք անհամեմատ, եթե ճիշտ եմ հիշում, իմ վերջի տվյալները մի քիչ հին են, բայց ոնց որ 7 հատ unicorn ունի, այդ բուժուր, բայց կարևոր երկիրը մեր ոլորտի համար։ Երկիրը, որը դարձավ կարևոր է ոլորտի։ Այո։ Եվ երբ որ ես երեք նայում էի ցուցակը, թե քանի միջազգային կազմակերպություններ վստահում են եւ աշխատակազմ են Հայաստանում կառուցում, Nvidia-ի նման, ես համոզված եմ, որ եթե Nvidia-ի նման եւս խոշոր կազմակերպություններ լինեն, մեր Pixart IPO լինելով եւս մեկը, չգիտեմ, Facebook, Amazon, Apple, Netflix, Google, եթե ունենանք այսպիսի կազմակերպություններ իրանց թիմերով երկրում, կարծում եմ դա նաև հոլիստիկ ռազմավարություն է։ Digitech-ին վերադառնանք, քանի որ այստեղ ենք։ Որն էր առաջի Digitech-ը, որին դուք մասնակցել եք անձամբ։ Շատ շուտ։ Ես երեխաներս փոքր էին եւ բերում էի, երբ որ ես հիշում եմ մեր Հովանեսը, մեր հիմնադիրը ասաց առաջի տարին 30
կազմակերպություններ մասնակցում եւ նոր ընկերս ճարտարապետ Մերուժանը Մինասյան ինձ ցույց տվեց մի նկար, որ մեր տաղավարն է, կարծում եմ 13 թվի տաղավարն է, ինքն է իր փուճուր երեխայի հետ, հիմա մի հատ մեծ երեխա եւ ես արդեն այդ տաղավարում եղել եմ եւ այնքան հիանալի է այս աճը։ Մենք հիմա ունենք հազարավոր tech company-ներ, մենք ունենք 50,000-ից ավել աշխատաուժ, մենք ունենք բավականին պոտենցիալ եւ տեսնում եմ ինչ արագ են, օրինակ մեր Pixart Ակադեմիայի ուսանողները ավարտում մտնում աշխատանքի եւ սկսում աճել ոլորտում։ Դա արդեն այսօր արտացոլվում է բութերում, երբ որ տեսնում եմ իրենց։ Yes։ Վստահ եմ, դա ֆանտաստիկ զգացմունք է։ Շատ հրաշալի։ Սիրելի ռադիոլսողներ, Մադլեն Մինասյանն էր մեր տաղավարում Pixart ընկերությունից։ Մենք շարունակում ենք լուսաբանել այստեղ տեղի ունեցող իրադարձությունները։ Հիշեցնեմ, որ սա վերջի օրն է, այսօր Digitech-ը ավարտվելու է եւ կամ այսօր այցելեք, կամ դուք ստիպված կլինեք եւս մի տարի սպասել։ Շարունակեք լսել գործարար ալիքը, եկեք Digitech, մենք շարունակում ենք այստեղ աշխատել։